Ուրեմն սիրելի Չախոյան, ճիշտն ասած, ես տեսա ձեր վիդեոն կապված Եռաբլուրի հետ։ Ես նախ ուրախ եմ, որ դուք միշտ հետևողական եք, պահանջատեր եք։ Ձեր շնորհիվ շատ աշխատանքներ շտկվել են Երևանում։ Շատ ողջունելի է, ես միշտ տեսել եմ, ասել եմ մալադեց մարդուն, որ կարում է անի, մենակով կարում անի, մենակով պայքարում է շատերի դեմ։ Շատ շնորհակալ եմ։ Բայց այս մի դեպքը Եռաբլուրի հետ կապված այդքան էլ այտենց չի, ոչ թե այդքան էլ այտենց չի, այտենց չի։ Ես ապրում եմ Աղբարաշենում, այսինքն Եռաբլուրի կողքի սեփական տներում։ Ես Մալաթիա Սեբաստիա համայնքի բնակիչ եմ։ 38 տարի է ծնվել եմ, մեծացել եմ, ապրում եմ այստեղ, ամեն ինչից շատ լավ տեղյակ եմ։ Շինարարության այդ ընթացքից էլ եմ տեղյակ, որ դուք ասում եք այնտեղ բետոն պետք է լինի, չկա, ես այդ ընթացքն էլ նկարել եմ, նկարներով ունեմ։ Վերջում կտեղադրեմ, կտեսնեք։ Խոսքս ոչ ձեր դեմ է, ոչ ինչ-որ մեկի կողմ է։ Պարզապես որ Եռաբլուրը անունը շահարկվում է ու տեսա որ հոգոցով եք խոսում, ես էլ ինձ վատ զգացի, իմ հիշողությունները հեռախոսից մեջին եղածը որ պահպանել էի, չէր բռնում իրար, մի հատ էլ եկա, հիմա ստեղ եմ, հեսա ցույց էլ կտամ։ Եթե քաղաքական ինչ-որ բաներ այս դրա մեջ չկան, դրանից չեմ հասկանում, չեմ էլ ուզում հասկանամ, բայց ճիշտը մնում է ճիշտ։ Մեր բոլոր քաղաքապետերն էլ լավն են եղել, Մալաթիայի ասեմ իմանաք, իմ սիրելի քաղաքապետն էլ եղել է մեր Վահան Զատիկյանը, Աղվան Գրիգորյանն էլ լավ է եղել, Ալեքսանյան Արտակն էլ, ներկայիս քաղաքապետն էլ լավ է։ Ես կխնդրեի, որ ճիշտ տեղ հասներ, ամեն ինչը ճիշտ տեղ հասներ։ Քանի որ ես ձեր վիդեոն տեսել եմ, միշտ ճիշտ եք եղել, ես ձեր հետ եմ, ասենց ասեմ, ձեր կողքին եմ, բայց այս մի մասով չէ, այս մի մասով չէ, որովհետև իրականությանը չի համապատասխանում։ Իսկ ինչ մնում է, որ շինարարության ընթացքում նաև կարան լինել մինուսներ, դա եթե շինարարությունից հասկանում եք, մինչև մի 10% եւ ավել կարա տատանում տա, դա էլ է նորմալ։ Չեմ ուզենա էլ ինչ որ ասենց անձնավորենք, կապ չունի որ քաղաքական ուժից են, այ որ հիմա ասես Ավինյան ջան, անձրև է գալի, փոսերը լցվել է, ով պետք է անի, դե մենք ինչ մեղավոր ենք, նո Չախոյանը թող մտածեն, ես երկու ձեռքով քո կողքն եմ։ Կխնդրեմ մեկնաբանություններում էլ առանց հասկանալու ձեզի ոչ դրեք շինարարի տեղ, ոչ դրեք, չգիտեմ, տենց ֆիդայի տեղ, բոլորից սուրբ դարձեք, բոլորից ազգասեր, ամեն մարդ իր գործը գիտի, այս մի դեպքով Արթուր ջան, այս մի դեպքով չհամապատասխանես, բայց մյուս դեպքերով ես քո հետ եմ, եղբայր ջան։ Ես այս ճանապարհով ամեն օր գնացել եմ, եկել եմ, գնում եմ, գալիս եմ, իմիջայլոց այս քարերը որ կա հիմա այստեղի Սրանք արդեն գրեթե մի ամիս է այստեղ է, այսինքն իրանք իմացել են, որ կարա խնդիր լինի, նախապես պատրաստել են, պահել են այստեղ, որ փոխեն։ Հիմա բետոնը ցույց կտամ, վերջում են նկարները կտեղադրեմ, որ դուք տեսնեք։ Այսի բետոնը։ Տեսեք, այսի բետոնը, հետո բետոնից հետո գնացել այդ ավազը, ցեմենտ ավազը, հետո նոր այս սալիկներն է եղել։ Տեսեք, այն վաղ այս սրանք, ով կհիշի, ասես ձեռքով կպտում էիր, ընկնում էր, հողի վրա, խոտի վրա էր դրած։ Լավ է, որ բոլորս էլ սրտացավ ենք մեր Եռաբլուրի մասով, բայց չէի ուզենա, որ շատ շահարկվեր Եռաբլուրի անունը, ում Ռոմիկ Մխիթարյանի մասով հաստատ ինձ թվում է այս նեգատիվը պետք չէր էլի։ Իմիջիայլոց ասեմ, որ կռիվ են գնում աղբերսու ես, այդ երգը հենց իր եւ իր եղբոր մասին են երգել, եղբայրն էլ Եռաբլուրում է։ Իսկ թվում է մի քիչ կարելի է պահել այդ հարգանքը